Իսկ նաև ես ուզում եմ հիշեցնել, ես տեխնացուն եմ, գալիքը ընտրությանը, որը տեղի ունենալու հունիսի 2-ին, մայիսի 4-ին ձեր բալետը ղրգելու են, ուրեմն մայիսի 4-ին բալետ ղրգելու են, ոմանք կստանան մայիսի 4-ին, ոմանք կստանան մայիսի 5-ին, ոմանք կստանան մայիսի 6-ին, և եթե ես տեխնացում եմ, գիտեք որոշ այս տեխնացումներից գումար են ավակել, ես էլ եմ ավակել, բայց ես շատ քիչ գումար եմ ավակել, եթե կարող եք օգնեք ձեր հեռախոսը պահեք այս ինչ որ տեսնում եք և ձեր նվիրատվությունն արեք, այստեղ տեսնում եք, կամ եկեք այստեղ, եթե ցանկություն ունեք օգնելու իմ ընտրությանը, կարող եք գալ այստեղ և ձեր նվիրատվությունը կատարեք այստեղ 11-10 Սոնորա փողոցի վրա, ուրեմն դուք ստիպված չեք միայն այս տեսակով, եթե հնարավորություն ունեք, եթե կարող եք օգնել գումարով այս ընտրությանը մասնակցելու համար, եկեք այստեղ 11-10 Սոնորա փողոց և երևի գիտեք մենք որտեղ ենք 207 հարկաբաժինն է, հեռախոսահամարը շատ հեշտ է, մեր շտաբի 12-ից մինչև ժամը 5-ը, 12-ից մինչև ժամը 5-ը, 8-1-8, 2-4, մնացածը բոլորը 9, տեսնում եք այստեղ 2-4, 9-9, հեռախոսահամարն է, զանգարեք, եթե հարկ եղավ։ Ես ուզում եմ նաև հիշեցնել, ես այն անձնավորությունն էի, որ թույլ չէի տալիս էլեկտրական այս հոսանքի գիները բարձրանար, 55%-ով այն օրվանից, որ ես գնացել եմ բարձրացրել, և շուտով էլի բարձրացնելու են, սպասում են ընտրությունը տեղի ունենա, որ կարողանան բարձրացնել նրանից հետո, եթե չեք ուզում դա պատահի, ուրեմն դուք պետք է անպայման ընտրության մասնակցեք և քվեարկեք ինձ, Վրեժ Աղաջանյան, պարզ է, եթե ոչ, կարճ ժամանակ հետո ընտրությունը ավարտվի, 55%-ով թանկացրեն մինչև այն ժամանակ, որ ես այնտեղ ես թույլ չէի տալիս քաղաքապետարանի խորհրդի անդամ քաղաքապետ, թույլ չէի տալիս էլեկտրական գինը բարձրացնեն, որևէ տեղ մեր շրջապատում գոյություն չունի, որ էլեկտրականությունը վճարումներ այսքան բարձր լինի բնակարաններում, մարդկանց համար, ձեզ համար, բարձրացրել են աղբը, $18 էր, ես չէի թողնում գինը բարձրացնեն, հիմա $47 է և էլի բարձրացնելու են գինը այդ աղբի, որ պիտի տանեն, ավել պիտի վճարեք, նաև ամեն մեկ այդ ամանի համար տեսնում եք ինչ որ հատկացված է, այդ զիբիլի ամանը, ավել այդ է նպատակը, և այսպես ամեն ինչը, ինչ որ տեղատրվում է այստեղ նաև կոյուղու գինը, ուրիշ ինչ որ քաղաքի սերվիսները կա, բոլորը ձեզ համար բարձրացնելու են անխտիր, եթե ես այդ չկանգնեցնեմ այդ աշխատանքը, դրա համար է, որ պետք է ընտրեք 8-1-8, 2-4, մնացածը բոլորը 9։ Իսկ հիմա ես ուզում եմ խոսել Ջորջիան, այսինքն հարավ արևելյան մասը Ամերիկայի հրդեհները տեղի ունենում չտեսնված, այսպես Ջորջիա նահանգը տեսնեք ինչ տեղի է ունենում, այսպես տեսնում եք, և աշխատում են մարեցնել այս հրդեհը տեղի ունեցող Ջորջիա նահանգն է, այստեղ տեսնում տեղի ունեցող դժվարացություն, ինչ որ գոյություն ունի հիմա, այսպես տեսեք ինչ խիստ, հիմա մենակ Ջորջիան չի, ուրիշ նահանգներ նաև, և հետո մի հրդեհ չի, տեսեք ահա տեսնում եք այստեղ 54 տուն բնակարան լրիվ հրդեհվել է և Մոնթանա նաև այդպես է 6500 acres, այսինքն Ֆլորիդայում հրդեհված է South East, հարավ-արևելքը Ֆլորիդայի բոլոր տեղերում 10%-ով հրդեհը կարողացել են կոնտրոլի տակ բերել, թեև շատ փոքր է,
բայց երբ որ ասում են 10%, այսինքն բախտը կա, որ հրդեհը ավարտի բերեն, երբ որ տոկոսային տալիս են։ Այստեղ տեսնում եք բոլոր ինչ որ կարմիրով տեսնում եք այդտեղ այդ վիճակի մեջ են Amarillo, Texas, Roswell, Texas եւ ուրիշ նահանգներ այդտեղ Rapid City տեսնում էիք, այսպես հիմա ինչ է տեղի ունենալու այդ նահանգներում, եթե դուք այդտեղ եք ապրում, դիտում եք այս ծրագիրը, տեսեք փոթորիկ է տեղի ունենալու արևելյան նահանգներում, դրանց մեջ է Փենսիլվանիա եւ այդ նահանգները դժվար կացություն են ունենալու, մեջտեղում տեսնում եք ուրիշ խնդիրներ են ունենալու, այսպես 5-շաբթի օր ուրբաթ օր բոլորը փոթորիկները տեղի ունենալու այդ շրջանում մինչև հաջորդ 2 շաբթի օր սա է, եթե դուք բնակվում եք արևելյան մասերում։ Ես ուզում եմ խոսել հիմա մեկ քիմիական գազեր արձակվել են տարածքում, սա տեղի է ունենում Chemical Virginia նահանգում է տեղի ունենում մեկ խոշոր գործարան այնտեղ աշխատում է, որտեղ 2 հոգի այս գազի արձակման հետևանքով այդտեղ գործարանում աշխատող 2 հոգի մահացել են, 30 հոգի խնդրեմ ունեն, 19 հոգուն հիվանդանոց են տարել եւ այսպես տեսնում եք ամեն ինչը ծածկել են այս Վիրջինիայում այս chemical leak եւ համայնքը դժվարության մեջ է թունավոր գազ է ինչ որ այդտեղ աշխատանքը կատարվում է այսպես եւ երբ արձակվել է մահվան պատճառը դարձել ինչ առաջ ասացի 2 հոգու տեսնում եք այստեղ critical մնացած critical condition 30 հոգուն հիվանդանոց են տարել կամ օգնությունը երբ որ fire department եկել է իրենց օգնել է գործարանը ասում եմ մենք շատ ցավում ենք որ փնտրում ենք որ տեսնենք պատճառը ինչ է որ այս լիքը կամ այդ ծորումը ինչ որ գազի եղել է տեղի ունեցել եւ օգնում են նրանց որ հիմա հիվանդանոցում են խնդիրներ ունեն ընկերությունն ասում է գործարանը ասում է մենք շատ տխուր ենք որ 2 մեր աշխատողներից մահացել են եւ ահա այսպես փնտրում են տեսեն պատճառը ինչ էր որ այսպես լիքը տեղի ունեցել գազի փախուստը տեղի ունեցել եւ այդքան թունավոր որ մահվան պատճառ է դարձել ես պիտի դադարեցնեմ երբ վերադառնամ Դոնալդ Թրամփ նախագահի եւ Իրանի մեջ այսպես վիճաբանություն համաձայնության մասին խոսեմ ծրագիրը հովանավորում է Էլին Մարտիրոսյանն է հովանավորում փաստաբան 611 նորթ բրանդի վրա է գտնվում իր այս փաստաբանական գրասենյակը եթե դուք ակսիդենտ եք ունեցել եւ ձեր մեքենան վնաս է ասել ձեր մեքենային ձեզ պետք է եթե դուք մեղավոր չեք ձեր մեքենային պետք է հատուցում տան կամ եթե total է անում insurance լրիվ գումարը վճարեն իսկ եթե մարմնային վնասներ եք ունեցել որպեսզի ճիշտ հատուցումը ստանաք զանգարեք այս հեռախոսահամարին տեսնում եք 747 area code-ն Glendale-ում է 310 52 5200 այսպես հեռախոսահամարն է Central Avenue Pharmacy հովանավորում է ծրագիրը գտնվում է Կալիֆոռնիա փողոց եւ Sunland փողոց այս երկու տեղերն է Sunland-ում եթե ապրում եք կարող եք գնաք տեղատուն կամ զանգարեք ձեզ բերեն նաեւ հարևան քաղաքները կարող եք Granada Hills-ից այսպես San Fernando քաղաքից նաեւ Թահանգա Սիլմար բոլոր այդ քաղաքներից կարող եք զանգարեք դոկտոր Ռաչը պրոֆեսոր է եղել համասարանի տասատու եղել տեղագործ է 35 տարի Glendale-ում անպայման զանգարեք կամ եթե խորհրդակցության կարիք ունեք իր հետ խոսեք
Երևան Post-ն է ովանավորում ծրագիրը։ Երևան Post-ը առաջարկում, եթե ծանրուց օդանավով գրկեք, $2.99 իմ անունը եթե տակ ասեք բրեժի ծրագրից տեսնենք, $1.99 է վճարում ընդամենը։ Իսկ եթե ծանրոցը նավով պիտի գրկեք, մեկ ծանրոց գնեք, իմ անունը տվեք, երկու ծանրոց համահավասար նույն չափի ծանրոցը ձեզ կտան, որ ինչ ուզում եք լցնեք այդ ծանրոցների մեջ։ Ուրեմն մեկի համար վճարում եք 3 ծանրոց եք ստանում։ $40 ծանրոցը վճարեք, երկու $40 ստանում եք, ուրեմն $120 այդ ինչ որ պիտի վճարեիք, ընդհանրապես այդ $120-ի համար ընդհանրապես $40 եք վճարում։ Ծրագիրը ովանավորում է Շահին Թուր ովանավորում է։ Ճամփորդություն են կազմակերպել, այստեղ տեսեք Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա։ Այս քրուզը գնում է Իտալիա, Ֆրանսիա եւ Իսպանիա։ Գինը $3690 է, 10 օրվա թուր է սա։ Ծրագիրը նաև ովանավորում է դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան ատամնաբույժներն են ովանավորում ծրագիրը։ Հեռախոսահամարը այստեղ գրված է Ալիվ եւ Գլենոքս փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում այս ատամնաբույժարանը։ Եվ եթե որևէ հարց ունեք ատամի հետ, ցավեր ունեք, պրոթեզ պիտի տեղադրեք, մաքրման աշխատանք եք ուզում կատարեք, այստեղ զանգահարեք, կվերադառնա։ Ամերիկան պաշարել է Իրանի հարավային մասը, այսինքն ինչ որ ծովը եւ նաեւ Իրանը Հորմոզ նեղուցը ինչ որ բացելեր նորից փակել է։ Այսօր երկու Իսրայելին պատկանող նավեր, բեռնատար նավեր Իրանը այսպես կանգնեցնում է, խուզարկության է ենթարկում այդ նավերը։ Եվ հիմա Իրանի ղեկավարները ասում են, որ եթե այս նեղուցը, Հորմոզի նեղուցը, ինչ որ Իրանն էլ նաև ասել էր կարող է գնա նավերը կան, 113 խոշոր բեռնատար նավեր են անցնում։ Դա ծանրոցներ են տանում կամ նավթ են տանում այդտեղից եւ նույն համավասար գալիս են դեպի այս Պարսից ծոց։ Հիմա երբ որ այսպես վիճաբանության մեջ են եղել, նորից պետք է Փակիստանում հանդիպեին Ամերիկայի եւ Իրանի ղեկավարները եւ Իրանը ասել է, որ մինչեւ այդ նեղուցը Իրանը, այսինքն կներեք, այդ սահմանափակումները Ամերիկան վերջ չտա, որովհետեւ Իրանը պատկերացրեք քիչ հետո կտեսնեք ամեն օր վերջը նավթ է վաճառում։ Հիմա Իրանը միշտ այս երկար տարիներ, որ բոլոր նախագահ Թրամփը այսպես պատժամիջոցներ էր նկատի առել Իրանի համար, բայց նավթը թողնում էին գնա, որովհետև նավթը եթե չգնա, մոտարապես Իրանը Իրանի թագավորի ժամանակ 6 միլիոն տակառ նավթ էր վաճառում Իրանը։ Իսկ իսլամական վիճակում 2 միլիոն ավել նավթ չեն վաճառել, որովհետև սարքավորումները հին են, այս մասնիկները ինչ որ պետք է չեն կարողանում գտնեն, որովհետև պատժամիջոցներ կա իրենց դեմ, եւ այսպես 2 միլիոն էր նավթ հանում երկրից Իրանը եւ չէին խանգարում իրեն, որովհետև ոչ թե Իրանին էին սիրում, այլ չէին ուզում ուրիշ երկրներ դժվարության մեջ լինեն, որովհետև իրենք են Ամերիկան է տրել այդ պաշարումը կամ այդ պատժամիջոցը ինչ որ նկատի էր առել, միցև դեպի իրենց չհակատրվեն, Ամերիկայի դեմ չհակատրվեն։ Ես հիմա այստեղ նաև որ պետք է հանդիպեի Իրանի ղեկավարությունը, հանդիպեր Ամերիկայի փոխնախագահին եւ ղեկավարությանը Փակիստանում ասել են եւ մինչեւ այն ժամանակ որ ceasefire, այսպես պատժամիջոցը, եթե այդ blockade-ը, ceasefire-ը, այսինքն չեն կռվում, բայց blockade-ը, սահմանափակումը
չվերցնի Ամերիկան կամ cancel չանի, մենք չենք բանակցելու։ Այսպես են ասում այսօր, վաղը կարող ուրիշ բան որոշեն։ Ես այսօր մի քանի օգու հետ խոսում էի եւ ասում են Իրանը այսպես է ասում, հետո ուրիշ բան է որոշում։ Նախագահ Թրամփն էլ նույնը անում։ Մի բան ասում է, երբ որ դեռ չեն բանակցել, դուք ավել պահանջ ունեք, դուք գնում եք բնակարան գնելու, օրինակ վաճառողը ասում է դրեն է առաջարկությունն է բնակարանը $400,000 ուզում է վաճառի։ Դուք գնում եք գնելու, ասում եք 350,000, որպեսզի կարողանաք այդպես բանակցությունը շարունակվի, եթե ցանկություն եք գնելու։ Երկրներին էլ նույնն է։ Պահանջը Ամերիկայի այսպես է, Իրանի պահանջը մեկ ուրիշ է, ավել է իրենց պահանջը, քան թե ինչ որ կհամաձայնվեն։ Սա նորմալ բան է, թե բիզնեսում, թե երկրների հարաբերության մեջ, միշտ այդպես է։ Դրան չպիտի վերագրել, որ մի սխալ բան է կամ ինչ է, բոլորը նույն ձև են աշխատում։ Հիմա ես այստեղ ուզում եմ ձեզ ցուցադրել ինչ է տեղի ունենում։ Սա Իրանի զինվորականներն մտնում են այդ բեռնատար նավի մեջ, որը պատկանում է Իսրայելին պատկանող նավերին։ Նախագահ Թրամփը եւ ասացի Իրանը թվում է, որ համաձայնվելու են մի համաձայնության կգան։ Նախագահ Թրամփը ասում է այդ blockade-ը, այդ ինչ որ սահմանը փակեն են, ոչինչ դուրս չգա, ոչինչ ներս չգնա Իրան, Իրանին վնաս է հասնելու միայն հենց նավթի վաճառքի համար օրը $435 միլիոն Իրանը նավթ է վաճառում անգամ այս ժամանակ։ Այսպես տեսնում եք, եւ հիմա այդ գումարից Իրանը զրկվել է։ Դրա համար բարգացած է Իրանի կառավարությունը եւ չի գնում բանակցելու, որ պետք է մինչ հիմա բանակցած լինեին։ Այսպես տեսնում եք նախագահ Թրամփին է, որ հարցազրույցի ժամանակ տեսնում եք, սա Խոմեյնին է, որ երկրի հիմա ղեկավար, Խամենեին է երկրի ղեկավարը, որը թաքնված է։ Իսկ իր կողմից ներկայացուցիչներ ունեն։ Հիմա նախագահ Օբաման 2015-ին, այսինքն մի տարի ու կես Իրանի հետ բանակցեցին, եւ հենց այդպես էր եղել, որ ատոմական ռումբ չպատրաստի Իրանը եւ չմխրճվի ուրիշ երկրների հարցերի մեջ, նույնը հասել էր այդտեղ։ Հիմա Թրամփը տեսնում է, ահա այսպես հեշտ չի Իրանի հետ բանակցելը, հեշտ չի, ասում է պետք է մի բան մեզ հատկացնեն, որ այդ ժամանակվա ինչ որ Թրամփը cancel էր արել, դրանից ավել առիթ տան Իրանին։ Հիմա այստեղ տեսնում եք այդ Strait of Hormuz կամ նեղուցը Հորմուզի նավերը չեն գնում, սա մեկ նավի ընկերության ղեկավարը, որ ասում է, որ մենք չենք գնալու, որովհետև հայտնի չի, վերջի վայրկյանին կարող է ռմբակոծեն, այս նավերը բիլիոնների հարց է, այդ բերը, ինքը բենզինը նախկինի համեմատ էժանացել է, հիմա 4.01 սենտ է գալոնը եւ 1.07 ավել թանկ է նախքան պատերազմից։ Ուրեմն հիմա մենք $1.07 ավել ենք վճարում բենզինի համար։ Պիտի հիշեցնեմ, որ Կալիֆոռնիայում Ամերիկայի միջինը $4 է, Կալիֆոռնիայի միջինը $1.80 սովորաբար ավել է լինում։ Դրա համար տեսնեք, եթե այստեղ գնում եք $5 եւ այլն, եւ երկար ժամանակ չի իջնի։ Մեկ նախարար ասաց, որ մի քանի ամիս, մինչև 6 ամիս կտևի կամ ավելի, մյուս տարի ավել շուտ, որ բենզինի գինը կիջնի։ Նախագահ շատ բարկացավ այդ նախարարի վրա, ասաց ոչ մի կարճ ժամանակից հետո բենզինը իջնելու է։ Հիմա տեսնենք ինչպես է լինելու այս հարցը։ Այսօր տեսնում եք, սա
նախարարն է այս երկրի ֆինանսների կամ treasury secretary գանձապահ է այս երկրի, որը իրեն հարցրին, ասեն բենզինը երբ պիտի էժանանա, անընդհատ ասում եք էժանանա, ինչ է լինելու, այս ֆինանսների նախագահ ասաց, որ երբ որ շրջափակումը Իրանի վերջանա, հետո բենզինը կիչնի գինը, այսպես պատասխանեց այսպես օրենսդիր մարմնի առջև, երբ որ այս նախարարն է։ Իրանի նախագահին եք տեսնում Փեզեշքյան անունով, ասում է Ամերիկան հավատարիմ չի կամ չի հարգում իր խոսքը, այս ինչ որ պաշարումը եւ անընդհատ սպառնում է, դրանք պատճառն են, որ մենք չենք կարողանում համաձայնվել, ասել էր, որ համաձայնության մեջ էինք, այդ օր որ բանակցությունը տեղի ունենում, իրենք ռմբակոծեցին։ Իրանում տեսնում եք ժողովուրդ դուրս է գալիս, այսինքն նրանք որ կողմնակից են ռեժիմին դուրս են գալիս եւ ասում է այս ամերիկացի գեներալը ասում է Իրանը դեռ հազարավոր հրթիռ ունի եւ դրոններ ունի եւ կարող է հարձակվի։ Սա մեկ նախագահ է, մեկ նախարար է, որ այսօր նախագահը իրեն պահանջեց, որ հրաժարվի կամ ավելի շուտ իրեն fire արեց, այստեղ տեսնում եք նախագահը այս անձին պահանջել է, որ այսինքն հանել է աշխատանքից, ինչ որ ասացի, այսպես է եղել։ Ես ուզում եմ շարունակել խոսել Քենեդիի մասին այսօր։ Քենեդին առողջապահական Health and Human Service-ի նախարարն է։ Ինքը միշտ դեմ էր այս սրսկումների կամ պատվաստանյութ սրսկելու, տեսնում եք այստեղ իրեն։ Այսօր ռիփաբլիկաններ եւ դեմոկրատներ չեր տարբերում։ Սովորաբար այսպես է լինում, որ մեկը գալիս է ռիփաբլիկան նախագահն է իրեն ուղարկել, ռիփաբլիկանները հովանավորում են, դեմոկրատները դեմ են արտահայտվում կամ հարցեր են տալիս, դժվար կացության մեջ են դնում նախարարին։ Երբ դեմոկրատներն են հակառակներ, ռիփաբլիկանները նախարարին դժվար կացության են դնում, դեմոկրատները համաձայնում։ Ամենայն դեպս հիմա որովհետև ռիփաբլիկան նախագահին է ներկայացնում, այսօր խիստ հարցումներ են անում, բայց այս անգամ ռիփաբլիկաններն էլ իրեն անընդհատ հարցումներ են տալիս, որտեղ ինքը դեմ է սրսկումների, դրանց մեջ նաև կարմրուկի դեղի սրսկման հետ, ուրիշ ֆլուի սրսկման հետ, բոլոր այս հարցերով ինքը դեմ է։ Այս սենեթորները իրեն հարցնում էին, որ հիմա ինչպես է մտածում, թե դեմոկրատ, թե ռիփաբլիկան վերջը ասաց, որ որովհետև կարմրուկը հիմա խիստ տարածվել է, 2000 մինչև 2000 թիվը այս երկիրը կարողացել էր կարմրուկը արմատախիլ անել այս երկրում, ոչ ոք կարմրուկով չէր տառապում։ Հիմա նաև իրեն հարցնում էին, որ օլիմպիկի խաղերը տեղի ունենալու Ամերիկայում եւ եթե սրսկված չեն մարդիկ, դրսից մեկը այդ հիվանդությունը երբ որ այցելի Ամերիկա, որտեղ այդ տասնյակ միլիոնավոր մարդ գալու է այս օլիմպիկի տարբեր խաղերին, որպես դիտել այդ խաղերը, ուրեմն իրենց հետ դրսից հիվանդություն են բերելու եւ դրա համար իրեն հարցնում են հիմա ինչ է մտածում այս մասին, վերջը այսպես ընդունեց, որ նախ ասում էր, որ կարմրուկի համար ով ցանկություն ունի կարող է քվեարկի, ֆլուի համար ով կարող է քվեարկի կամ չքվեարկի, բայց կարմրուկի համար վերջը այսպես massամբ ամոզվեց, որ ավել հարմար կլինի, որ բոլորը սրսկվեն կարմրուկի համար։ Հիմա ես այստեղ ուզում եմ ցուցադրել ձեզ, սա դեմոկրատ սենեթորը ինչ հարցնում էր, տեսնում եք վիճում էր, այս կնոջը չէր պատասխանում։ Այսպես տեսնում եք այսօրվա տեղի ունեցող սենեթի այս հարցազրույցի ժամանակը։ Տեսնում եք կարմրուկը վտանգավոր, շատ վարակիչ հիվանդություն է։ Հիմա միզելզը տարածվել է 4000 case 2025-ից մինչ հիմա, կա 1700-ը այս տարի,
պատկերացրեք այս տարի ասելով մի քանի ամիս է այս տարին անցել 4 ամիս դեռ չի եղել երկու երեխաներ Տեքսասում մահացել են կարմրուկից երկար ժամանակ էր այս երկրում կարմրուկից մեկը չէր մահանում բայց հիմա որովհետև միծև այնքան խոսվել է այս մասին եւ կա արտահայտություններ եղեն դժվար հիմա այս սենատորը դեմոկրատ օրինակ իր հետ վիճաբանում է այս սրսկումների համար մեկ ուրիշ սենատոր տեսնեք սա ռիփաբլիկան է Բարասո անունով եւ ամենակարևոր այդ խմբի սենատորը որ ղեկավարում է ժողովը այստեղ իրեն այս սենատրին է տեսնում որտեղ Bill Cassidy Լուիզիանայի սենատորն է որ ինքը բժիշկ է այս ռիփաբլիկան է եւ խիստ քննադատում էր այս ինչ որ քիչ առաջ ասում է օլիմպիկի խաղերի ժամանակ ասում է ես մտահոգված եմ որ դուք այսպես ժողովրդին չսրսկելով դուրսից կգան եւ կհիվանդացնեն մեր ժողովրդին եւ այսացի երբ որ բոլոր սենատորները դեմոկրատ ռիփաբլիկան հիմա զինվորականները նախապես իրենց պահանջում էին որ այս սրսկումները բոլորը ընդունեն որովհետեւ բարեկի մեջ կամ տարածքներում զինվորականները իրար հետ քնում են այսպես մահճակալները կողք կողքի շարված է հիմա այս վերջին ժամանակ ասացին որ զինվորականները ցանկություն չունեն պատվաստանյութ սրսկեն կարող են այդ անել դա նաև հարցնում էին որ ինչպես է այսպես հրաման է նախագահի կողմից կամ իրեն կողմից Քենեդիի կողմից որը Health and Human Services-ի նախագահն է նախարարն է այդ էին իրեն հարցնում ես մի տաթար վերցնեմ երբ վերադառնամ տաթարի շարունակեմ ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը եթե դուք վարձակալ եք տուն կամ առանձնատուն վարձել եք կամ ապարտման եք վարձել եթե մուկ կա մրջուն կա միջատներ կամ բահարանը բացում եք զանգարեք այս հեռախոսահամարին դուք ոչինչ չեք վճարում եթե կարողացավ հատուցում ստանա հետո կվճարեք փաստաբանին ASA air conditioning-ի ընկերությունն է ովանորում ASA quality-ը եթե դուք տեսնում եք օրերը տաքանում են հիմա այս վերջին 2 օրը այդպես չէր բայց տաքանալու է շոկ է լինելու ամառ է գալիս ավել շոկ է լինելու դեր air conditioning-ը եթե սերվիս կարիք ունի ընդամենը $89 է իսկ եթե unit-ը պետք է փոխեք զանգարեք իրենց unit-ը նաև կարող եք փոխել իրենց հետ խոսեք 20 տարվա փորձառություն ունի հանձը ձեզ պարոն Արարատը ձեզ օգտակար կլինի ծրագիրը նաև հովանավորում է դոկտոր Թավանսին հովանավորում է սա աչքի վիրահատող բժիշկ է 7 կենտրոն ունի ամենայն դեպս Գլենդելում գտնվում է Ջաքսոն եւ Քոլորադո փողոցի եւ Գլենդել փողոցը իրար հատում են 3 փողոցը ճիշտ այդ անկյունի վրա է իր ակնաբուժարանը եւ նաեւ եթե Orange County-ում բնակվում եք որովհետեւ Orange County-ում կարող եք գնալ իրեն գրասենյակը Orange County-ում սա հեռախոսահամարն է իրենը դոկտորի զանգարեք խոսեք ժամադրությունը Primate Pharmacy հովանավորում է ծրագիրը Highland եւ Glenox փողոցի հատման կետում է գտնվում հեռախոսահամարը շատ հեշտ է 818 600 000 777 ձեր տեղերը կբերեն ձեր տանը կամ դուք գնացեք այնտեղ ծրագիրը հովանավորում է դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում ծրագիրը գեղագիտական աշխատանք է կատարում քթի տեմքի բոլոր այդ աշխատանքները հեռախոսահամար տեսնում եք զանգարեք կվերադառնա Ամերիկան կամ նախագահ Թրամփը պահանջում է Մեքսիկոին, որ այսպես թույլ չտան թմրեցուցիչներ, դրագներ կա Ամերիկա եւ հաճախ ասել է Մեքսիկոյի նախագահին, որ եթե հարկավոր է ամերիկյան զինվորականները գնան այնտեղ եւ այս դրագ քարտելները, այս մեծ վաճառքով
այնտեղ գնան օգնեն ձերբակալեն բերեն Ամերիկա տատի տան ամենայն դեպս Ամերիկա միշտ ունեցել է անձիկ է ունեցել այնտեղ բայց երկրի օրենքը Մեքսիկոյի ասում է որ Ամերիկայի այս ոստիկանությունը կարող է գա բայց միասին Մեքսիկոյի զինվորականների հետ չպիտի միասին աշխատեն դա ուրիշ է տեղեկություն տան ասեն մենք գիտենք որտեղ Ամերիկան մեծ կարողության տեր է ասում է այստեղ է պատրաստվում քանի մարդ են ովքեր են բայց միասին միտեղ գնան իրենց օրենքը թույլ չի տալիս ամենայն դեպս մի մեքենայի մեջ են լինում երբ որ պայթում է ռումբ են տեղադրում պայթում է այդ մեքենան հիմա այստեղ ուզում եմ ցույց տալ ամենայն դեպս երկու ամերիկացի երկու մեքսիկացի այստեղ մեծ այդ տեղ պատրաստելու թմրեցուցիչ պատրաստելու կենտրոնն է երբ որ այդտեղ են գնացել այսպես սպանվում են ամերիկացիներ նաև հիմա ասացի ամերիկան պահանջում է տեղեկություն CIA-ի աֆիսերներ են դինում եւ երկու մեքսիկացիներ car accident այստեղ տեսնում եք եւ սա President Մեքսիկոյի որ այս հարցը ասում եք կհետևի գիտեք intelligence կամ այս տվյալները իրար հետ փոխանցել ուրիշ է բայց միասին աշխատանք անել ուրիշ է այսպես իրենք joint operation եւ Մեքսիկոյի ասացի օրենքը թույլ չի տալիս որ միասին աշխատեն այս CIA կլինի ուրիշ FBI ոստիկանություն կլինի կամ զինվորականներ կլինեն ասում է որ կհետևենք տեսնենք ինչպես է որ միասին նույն տեղում են եղել այսպես տեսնում եք նախագահներ որ անցյալում ասել էր ցանկություն ունի որ զորք կրկի եւ վերացնի բոլոր այդ լաբերը լաբորատուարները որ թմրեցուցիչ են պատրաստում ես ուզում եմ խոսել Spirit Airlines ամերիկան 4 մեծ ընկերություն ունի օդանավի ճամփորդական ընկերություն ունի եւ 4-ը որ ավել փոքր է Spirit-ը համարվում է այդ փոքր airline-ներից բայց երկար ժամանակ է բենզինի այս խիստ թանկացում է հիմա նորից նախապես էլ bankrupt է եղել, հետո նորից աշխատանք սկսեց, հիմա նորից bankrupt է եղել Spirit Airline-ը, որտեղ բենզինը շատ թանկացած է, վառելանյութը օդանավի համար շատ թանկացած է։ Հիմա կամ պիտի փակեն աշխատանք կանգնեցնեն, որ շատ վատ է գալիս է, ամառը գալիս, ավել շատ են ճամփորդում։ Կառավարությունը ասել է, որ իրենց բեյլաուտ կանի, ուրեմն գումարը կտա 500 միլիոն կտրամադրի, իհարկե անվճար չեն տալիս, ասում են, որ աշխատանք շարունակվի, հետո գումարը պիտի հետ տան, մի տոկոսները որոշում են, ինչքան տոկոսով հետ վերադարձ։ Այս վայրկյանից ուրեմն նախագահի հրամանն է, որ բեյլաուտ անեն եւ որ բանկրապսիից դուրս գա շարունակենք մարդիկ տոմսակ են գնել, եթե բանկրապտ կլինի, բոլոր այդ տոմսակները փոշի է դառնալու, ուրեմն այսպես, եթե տոմսակներ ունեք, Spirit Airline-ը, որ այս փոքր օդանավները ավել տոմսակի գինը ավել էժան է, քան թե մյուս 4-ը, որը Delta-ն է, United-ն է եւ մյուսները, այսպես տեսնում եք։ Այստեղ տեսնում եք Ted Cruz Republican Senator Texas-ից, որը Trump-ի հովանավորողներից է, ասում է այդ գաղափարը, որ գումար տալ մեկ անձնական company, այսինքն սա սեփական company է, կառավարության հետ կապ չունի, տեսնում եք Ted Cruz դեմ է, որ նախագահը ընդունել է այդ աշխատանքը կամ գումար տան, որ bankrupt չլինի օդանավի ընկերությունը։ Ես ուզում եմ ցույց տալ, մի խումբ 7 հոգով գնում են օվկիանոս ու ջուրը բարձրանում է, շարունակենք, ջուրը բարձրանում է, գնում են անընդհատ այս ժայռի վերևը, էլ չեն կարողանում գնան, տեսեք այդտեղ եթե կարող եք տեսնեք 7 հոգի կանգնած են։
Հիմա կարող է ջուրը սկսել ավել բարձրանալ, գալիս են իրենց օգնելու, սա Ավստրալիայում տեղի ունեցող էր մայրաքաղաք Սիդնեի հարավում, օվկիանոսի ափին են, մեկ հելիկոպտերը գալիս է մեկ 3 ժամ այդ քլիֆի կամ այդ ժայռի վրա են մնացել, ուրեմն գալիս են իրենց օգնելու, շատ վտանգավոր է, որ ուրիշ աշխատանք անեին, ուրեմն մեկ կարողանում են օգնել, one by one, տեսնում եք, մեկ իրենց օգնում են այդ տարածքից, բոլոր 7 հոգուն կարողանում են փրկել եւ այսպես այդ վիճակից իրենց հանել, ինչ որ տեսնում էի հույսով մի քիչ մութ է այս շրջանը, բայց 7 հոգի կանգնած էին այդտեղ։ Ես ուզում եմ խոսել immigration-ի ոստիկանություն, որ գնում էր ձերբակալում էր անձիկին, եւ միշտ մասկ են տնում, որ մարդիկ չկարողանան ճանաչեն անձը ով է, որովհետեւ գնում են տունը եւ դեմքը տեսնում են, կարողանում են ոմանք ասում են, այս մարդին ճանաչում եմ, սա էս օրինակ, հիմա իրենք օրինակ գնացել Մինեսոտա, բայց Վիրջինիայից են գնացել այս immigration-ի ոստիկանությունը, մեկը կա Վիրջինիայում ճանաչում է, հիմա այսօրվա social media-ն այնպես է, որ հեշտությամբ կարողանում են խոսքը տարածել, գրում են օրինակ, որ այս մարդուն ես ճանաչում Վիրջինիա, այս հասցեում է ապրում։ Հետո գնում են դժվարություն են ստեղծում։ Դրա համար սրանք դիմակ են դնում։ Մեկ դատ էր բացվել Կալիֆոռնիայում իհարկե, առաջին անգամ, որ այս մարդիկ երբ որ գալիս են, պիտի դիմակ չունենան, որովհետև վատ են վերաբերվում մարդկանց հետ եւ եթե հիշեք 2 հոգի իրենց այս ոստիկանների պատճառով 2 հոգի Մինեսոտայում սպանվեցին։ Դրա համար Կալիֆոռնիան առաջինն էր, որ սկսել էր, որ դատ էին բացել։ Ամենայն դեպս գնում են նախնական դատարան, հետո վերանայման դատարան, ամենայն դեպս դատարանն ասում է, որ կարող են, այսինքն հարկավոր չի դիմակը հանեն։ Ես ուզում եմ խոսել նաև պոլիսը եւ մեկ հարբած անձնավորություն մեքենա է վարում հակառակ մայթից, որ դուք տեսնեք ինչ է տեղի ունենում, եթե անցնենք առաջ, այստեղ տեսնում եք, թրակը տեսնում եք մյուս կողմից, Քոլորադո նահանգում է տեղի ունեցող դեպքը, տեսեք, հիմա երբ որ պոլիսը տեսնում է վտանգը չկա, այս մնուվրում կարողանում է այս թրակին պտտացնել ու ձերբակալում են սրան, երբ որ մեքենա է վարում եւ հարբած անձնավորություն է։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ, ձեզ պիտի ցույց տամ մեկ ժամացույց, որ $1 միլիոն վաճառվել է, տեսնենք ինչու այդքան թանկ է այս ժամացույցը, այս ծրագիրը հովանավորում է Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Դաշնամուր գնելիս կամ վարձելիս Hollywood Piano այցելեք, Փասադինայում է անմիջապես Գլենդելի հարևանության։ Եթե դուք նոր կամ օգտագործված դաշնամուր եք ուզում գնել, իրենք ունեն $1000-ից մինչև հարյուրավոր, հազարավոր դոլար։ Որևէ երկիր դաշնամուր է արտադրում, իրենք օրինակը ունեն, մի շատ ունեն, 600 դաշնամուր կա այդտեղ։ Ամենամեծ դաշնամուրի խանութն է Ամերիկայում։ Ծրագիրը նաև հովանավորում է դոկտոր Փարքեր Ջահանգիրն է հովանավորում։ Ալերժի եւ ասմայի մասնակետ է 30 տարի փորձառությամբ։ Հեռախոսահամար տեսնում եք, զանգարեք, ժամադրություն վերցրեք։ Ծրագիրը հովանավորում է Raffi's Market հովանավորում է ծրագիրը։ Raffi's Market-ը Բրբանկում է Գլենդելի հարևանության։ Իրենք պատրաստի ճաշ ունեն։ Եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու, կվերադառնաք։ Հին ժամանակ այսպես ժամացույցներ կար, որ տնում էին այս ծոցը տնում էին այսպես գրպանին ունենում, տեղադրում են տեսնում եք։ Այս ժամացույցը այդ Titanic նավի մեջ, որ խորտակվեց, այս ժամացույցը այդտեղ գտնեն։ Ակշնի էին դրել, աճուրդի էին դրել, տեսնում եք այս ժամացույցն է տարբեր կողմերը տեսնում եք, գեղեցիկ ժամացույց է։
եւ այդպես 1 միլիոն դոլար վաճառվեց այս ժամացույցը, ինչ որ այստեղ տեսնում եք, տեսեք գեղեցիկ ժամացույց է երևում եւ գնեն են այս ժամացույցը այդպես թանկ գնով Freeman's Action տեսնում եք։ Ես ուզում եմ խոսել Վիրջինիա նահանգը իր տարածքները գծեցին տարբեր։ Նախագահ Թրամփի հրամանով Տեքսասը, որ Ռիփաբլիկան նահանգ է, այնպես գծագրեցին տարածքները, որ Ռիփաբլիկան շատ ընտրվի ներկայացնի տան համար, որ ներկայացների տան մեջ Ռիփաբլիկանները մեծամասնություն էին, այսինքն հիմա մեծամասնություն են Ռիփաբլիկանները, ուրեմն Տեքսասը մի ձև անեն, որ ավել Ռիփաբլիկան ընտրվի գնա այնտեղ։ Կալիֆոռնիան տարածքները բռնին փոխին, այնպես որ 5 դեմոկրատ ավել ընտրվի այս նահանգում, քան թե նախկինում։ Ուրեմն այսպես Կալիֆոռնիայից 5 ավել դեմոկրատ կընտրվի գալիք ընտրության ժամանակ։ Վիրջինիա նահանգը այդպես արեց 11 ներկայացների տան անդամ ունի, այնպես փոխեցին տարածքները, որ 10 դեմոկրատ է ընտրվելու, 1 ռիփաբլիկան կընտրվի հաջորդ ընտրությանը։ Շարունակենք այստեղ ցուցադրեմ ձեզ, որպեսզի տեսնում եք ընտրություն արին, մարդկանց հարցրին, տարածքները փոխին, տեսնում եք այսպես մարդիկ գնացին քվեարկեցին այդ նահանգում հիմա գտարնա ավել Վիրջինիայում կընտրվի այդպես անձիկ կընտրվեն այդ որպես ներկայացուցիչները այդ նահանգի 5 հոգու մասին ուզում եմ խոսել որ մեկ նավակի մեջ են լինում եթե ցուցադրեին եւ խորտակվում ահա տեսնում եք խորտակվել է այս նավակը դժբախտաբար խորտակվում է թայֆուն փոթորիկ է տեղի ունենում եւ այսպես 5 հոգին կորում են, այսինքն խեղդված գտնում են 5 հոգուն չեն կարողանում գտնեն իրենց եւ դեռ շարունակվում է փնտրում են այդ աշխատանքը կատարվում է դեռ։ Ես նաեւ ուզում եմ խոսեմ մեկ airline-ի մասին, Lufthansa airline-ն եք տեսնում, աշխարհի ամենաճանաչված ճամփորդական օդանավներից մեկը Lufthansa-ն է եւ ասել է որ ապագա 6 ամսվա համար թռիչքները պակսեցնելու է, որովհետեւ գիտեք մանավանդ Եվրոպան վառելանյութի խիստ պակաս ունի, որովհետեւ իրենք նավթ չունեն, պետք է տրսից հիմա որ այս հորմոզի նեղուցը փակվել է, իրենք մտածում են դժվար կլինի իրենց համար այսքան թանկ բենզինով կարողությունը կարողա չունենան, ասեն են ապակա 6 ամսվա համար մենք թռիչքները cancel ենք անում 20000 թռիչք եւ նաեւ ուրիշ օդանավակայաններ, օդանավի ընկերություններ շարունակենք նման աշխատանք են կատարելու։ Հիմա Պրոբլեմը որն է սրա, եթե թռիչքի թիվը իջեցնեն, ամենաառաջին տուժողը հանրությունն է լինելու, որ տոմսակը շատ թանկանալու է, դա իրեն պրոբլեմն է դա։ Ես մի դադարվեցնեմ, երբ վերադառնամ դադարից փիղերի մասին խոսեմ, Իսկ ծրագիրը հովանավորում է Բրբանկի Փիզամանն է հովանավորում ծրագիրը, այստեղ իրենց հեռախոսահամար տեսնում եք 843-11111 843-1111 Գլենդելի Փիզամանը հովանավորում է այս ծրագիրը։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, սա եթե թաթի տակ Թաթի վրա վերք է, ոտքի վրա վերք է, քայլում եք չեք շնչասպառ եք լինում, այս հեռախոսահամարին զանգեք։ Գլենդելում 616 East Glenox փողոցի վրա է գտնվում։
Սոնաֆետ արեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ցես կտանեն կվերադարձ։ Ջակփաթն է հովանավորում ծրագիրը, հագուստները բերել $5, $10, 70% զեղ չկա այս հագուստները եւ դրա համար այդպես էժան են, բայց նաեւ ունեն պայուսակներ, հագուստներ, կոշիկներ, բոլորը արտասահմանից բերված, անպայման այցելեք։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, Անաշե գիֆտը ձեզ առաջարկում այս սուրճ պատրաստելու համար ընդամենը $9.99, իջեցրեն են, գնանք այնտեղ կտեսնեք $17 է, իջեցրեն $9.99, էլեկտրական է, Անաշեն գտնում 1937 West Glenox փողոցի վրա է գտնվում։ Անրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե հրդեհ է տեղ ունեցել ձեր տանը կամ բիզնեսում ակսիդենտ ունեք, այս հեռախոսահամարին զանգարեք, խորհրդակցեք փաստաբանի հետ կվերադառնա։ Վերջավորության ուզեմ հիշեցնեմ, գալիք ընտրությունը տեղի ունենալու դուք օգնեք ինձ, որպեսզի ես կարողանամ օգնեմ ձեզ։ Այսօր այստեղ եկեն էին, որ իրենց վարձը 600-ը սարքեն են $1600, 890 սարքեն են $2000։ Այսպես հարցեր բարձրանում են, մեկը չկա ձեզ հովանավորելու։ Բիզնեսները դժվարություն են ունեցել COVID-ի ժամանակ, այս բիզնեսներին մինչև հիմա այդպես աշխատանք չեր եղել։ Ես իմ աշխատանքով կարողացա $5000 հասցնել փոքրիկ բիզնեսներին, որպեսզի չփակվեն, որովհետև ամեն բիզնես, որ փակվում է, մի ընտանիք եւ մի հանրությունը վնասվելու է, այս մեր այությունը վնասվող է։ 12 տեխնացու կա այս տարի, չտեսնված է, մինչ հիմա չի պատահել։ Ես այստեղ եմ ապրել 46 տարի։ 3-ը ոչ հայ են, 9 հայ են։ 9, այսինքն միցև եղել հայերը քվեն իրենց մեջ կբաժանեն։ Դուք պետք է կենտրոնանաք ում եք քվեարկում, թե չէ մենք խիստ տուժողն ենք լինելու։ Հիշեք, եթե կարող եք, եկեք այստեղ այդ իմ թաբլոն տարեք, որի վրա տարեք դրեք ձեր տան առջևը, տեսնում եք այսպես ինչ որ այս մեր բարեկամը կատարեն է, այս հեռուստատեսության բարեկամը կատարեն է, եւ նաեւ եթե դուք հնարավորություն ունեք գումար տալու, որովհետեւ խիստ ծախսալից աշխատանք է, կամ այս միջոցով, կամ կարող եք այստեղ գաք չեքով, կամ ուրիշ քաշ եւ այլն, օգնեք, որ ես կարողանամ այս ընտրությանը մասնակցեմ։ Մի շնորհ հանդիպում։